Նա share արել արդեն կիսվել է հավելվածով եւ իհարկե մեզ մեր հերոստայտողներից մեկը նաեւ գրեց Վանաձորից, ում հետ էլ փորձեցինք կապ հաստատել եւ այս պահին նա ուղիղ կապով Վանաձորից մեզ հետ կմիանա ուղիղ եթեր։ Բարի երեկո, մեզ մոտ բարի առավոտ, ձեզ մոտ բարի երեկո, բարև ձեզ։ Բարի երեկո, ոնց եք։ Մենք շատ լավ, դուք ոնց եք։ Դուք ասեք, դուք ինչպես եք։ Ես լավ, իրավիճակի հետ համապատասխան։ Հիմնականում լավ տրամադրությունը իմ մոտ, տրամադրվածությունը իրավիճակի հետ, ինչ ճիշտ է, ի սկզբանե ես էլ էի մարդկանցից մեկը, որ չէի հավատում վիճակին, բայց երբ եկավ այն պահը, երբ ծանոթ ընկերներից ու գնալով վիճակը սրվեց, սկսեցի հավատալ, բայց մինչև այդ էլ, ասենք, Պարետի կողմից սահմանված բոլոր միջոցառումները ես իրականացրել եմ, մաքրության հետ կապված հիգիենայի դիմակ կրելը, մի քիչ դժվար է մանավանդ եղանակը տակ, դիմակ կրելը, բայց ուրիշ տարբերակ չկա, իսկ Վանաձորում իրավիճակը ինձ թվում է բոլորդ էլ Facebook-ում տեսնում եք ակտիվ լուսանկարները Հանրապետության վարչապետը, պարոն Փաշինյանն է հրապարակում, ոչ միայն պարոն Փաշինյանը, ինչպես նաև լրագրողներ, օգտատերերը ու եթե տեղեկացաք, երեք կա Վանաձորում մեծ Գլորիա կարի ֆաբրիկա, որը ժամանակին 1 թե 2 ամիս առաջ փակվեց, խնդիր կար էլի կորոնավիրուսի հետ կապված, այնուհետև վերաբացեցին եւ 3 եղել են հիվանդներ, որոնց տեստերը դրական են, ամենայն անկեղծությամբ ասեմ Վանաձորից եմ, բայց այն շատ է ինֆորմացիան ու հաճախ չեմ կարդում, չեմ հետևում, պլյուս մամաս պոլիկլինիկայում աշխատում, հիմնականում մամայից եմ ես տեղեկանում իրավիճակի հետ կապված, բայց կան նաև ծանոթներ, որոնք աշխատում են հենց Գլորիա կարի ֆաբրիկայում եւ ֆաբրիկան հենց այսօր առավոտ փակվեց, նշված էր, որ մինչև ամսի 6-ը, բայց խոսակցություններ կա, որ կարող է երկացի, քանի որ գնալով տեստի արդյունքները շատանում են եւ հիվանդների քանակը բարձր է։ Որ ինչ էր մեզ հետաքրքրում։ Հա, եթե կարելի է, հա, այսպեսի մի հարց ներողություն ընդհատելու համար։ Այ ասում ենք, որ Վանաձորից լուսանկարները տեսնում ենք, հա, մարդիկ կարի ֆաբրիկա են գնում, հիմա կարևոր չէ ով ուր է գնում, որտեղից է գնում, բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ հասարակական տրանսպորտ մարդիկ շատ են գնում, հենց խնդիրը դրա շուրջ էր, հա, կուտակումները թեկուզ։ Բայց եթե հասարակական տրանսպորտը բացվել է, ինչպես մարդիկ պիտի երթևեկեին, արդյոք կար նախորոք տրված ինչ որ պայման, հա, նախապայման, ըստ որի պիտի մարդիկ տրանսպորտից օգտվեին։ Դուք տեղյակ եք գոր դրա մասին։ Մոտ 2 ամիս ես էլ լինելով Վանաձորի բնակիչ, տրանսպորտ չէր աշխատում, հիմնականում տաքսիուց էի օգտվում։ Պայմանը երբ որ բացվեց տրանսպորտը, բոլոր երթուղայինների վրա փակցված էր մուտքը դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելը, սպիրտը հենց տրանսպորտի մեջ կար, բայց այն պայմանը կան մարդիկ, ես նկատել եմ նաև այսօր, որ առանց դիմակ տարիքով տատի էր նստած։ Քանակը, մարդկանց քանակը չկար հստակեցված, քանի հոգի կարող է նստել մեկ երթուղային տաքսի կամ մեկ ավտոբուս։ Հստակեցված նստատեղերի հետ կապված, նստատեղերը լրացվեց քաղաքացիների կողմից, մնացած քաղաքացիները լր չեն կարող օգտվել։ Ահա, փաստորեն դուրս է գալիս այս դեպքում, որ օրենքը խիստ ներողություն իհարկե, բայց խախտում է վարորդը, որ թույլ է տալիս ավելին, հա, մարդ նստացնել։ Այդպես է դուրս գալիս, որովհետև եթե մարդիկ նստողը չգիտի հիմա շատ են թե քիչ են, նստում է ու գնում է, եթե իրեն չեն ասում իջիր, այլևս տեղ չկա, կամ պարզապես կանգառում, այլևս պետք չէ կանգնել։ Գոր ինձ հետաքրքիր է Վանաձորից Երևան ճանապարհը բաց է։ Ճանապարհը բաց է, ես մայիսի 3 թե 4-ին եմ Վանաձորից Երևան գնացել, բայց խոսակցություններ եմ պատմում, չգիտեմ ինչքանով է դա հավաստի, որ կարող է քաղաքի ելքու մուտքերը ժամանակավորապես փակվի, քանի որ եթե կարի ֆաբրիկայում մեծ քանակ մարդիկ են աշխատում ու հիմնական քանակը այնտեղ է տեստավորումներից հետո արդյունքը շատանում է դրական պատասխանները, ինձ թվում է կարող է եւ փակվի սահմանափակումներ ավելի խստացնեն, ամենայն անկեղծությամբ սա իմ համար արդեն երևի բոլորիս համար հոգեբանական
դեպրեսիա, ստրես, ես իմ վիճակը հիմնականում հաղթարում եմ թատրոն գնալով։ Իդեպ պիտի ասենք, որ Գոր Փելեշյանը Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասաններից է, չէ՞։ Չէ, ես Վանաձորի դրամատիկական թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու լավ խոսում ես։ Բայց հարգելի հեռուստադիտողներ, պահատահականության սկզբունքով ենք Գորին միացել, այն առումով, որ նախնական պայմանավորվածություն չկար։ Այո, Facebook-յան այսօրվա ուղակի հաղորդագրություններում ողջույններ տվեց ու իսկապես ցանկություն առաջացավ զրուցել ու խոսել։ Գոր, ապրում ես Հայաստանում։ Այս օրերին, երբ մարդիկ այսքան, այս աստիճան փորձում են ամեն կերպ օրինապահ չլինել։ Ինչ ես կարծում, ինչ է մեր հոգեբանության մեջ, մեր հայերիս հոգեբանության մեջ անընդհատ օրենքներ խախտելու այդ գաղափարը, այդ մոլի գաղափարը ինչու՞մ է կայանում։ Ես լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գտնում եմ, որ հենց առաջինը մենք ենք բոլոր օրենքներին հետևելու։ Օրինակ բերեմ, երբ որ ես այսօր տուն էի վերադառնում թատրոնից երթուղայինով եւ կար քաղաքացի առանց դիմակ, վարորդը խնդրեց դիմակ գրել, չլսեց, չգրեց, ասավ խնդրում եմ իջեք տրանսպորտից, որովհետև եթե դուք 100 դրամ եք տալու ու ես 100,000 պետքա տուգանվեմ դրա համար, խնդրում եմ իջեք։ Ու վարորդը իջավ, այսինքն կա նաև sense խնդիրը մեր մեջ է։ Այո, քաղաքացիներից մեջ է։ Մենք պարտավոր չենք չկատարել պարետի կամ բոլոր կանոնները եւ մեղադրել կառավարությանը, իշխանությանը, դեպքեր հիշում եմ մարտին, երբ որ նոր էր հաստատվել արտակարգ դրությունը, ամենայն անկեղծությամբ 3 ամիս օրու մեջով թատրոն եմ գնացել, թեպետ թատրոնը փակ էր, բայց աշխատանքի հետ կապված գործի վանաձորցիների համար նորմալ չէր։ Չէին ընդունում այդ արտակարգ դրությունը, հա ես էլ եմ խախտել, դուրս էի գալի, չէի հավատում, բայց գնալով վիճակը։ Բայց ինչ էիք հավատում, ինչպես եք դա, այդ երևույթը ինչպես եք արդարացնում, չեք հավատում ինչ, որ ամբողջ աշխարհը պայմանավորվել է մեկը մյուսի հետ ու այս ամենը դիմակ վաճառելու նպատակով մարդկանց ասում են նստեք տանը, ինչ եք կարծում, ինչ եք հավատում։ Ես ի սկզբանե դեպքերի հետ կապված նրանցից մեկն էի, որ Facebook-ում նստած բոլոր քաղաքացի հետ թվերն էին քաշում, քանի թիվ, ու մի պահ եկավ, մտածում էի, որ սա կարող է ինչ-որ ոչ ճիշտ, այս պահին անկեղծ չեմ կարող մեկնաբանեմ, բայց գնալով, որ շրջապատից, ինչպես նաև ծանոթներից եղել են մեկուսացված, հասկացա, որ չէ, իրականում ճիշտ է, կան ասում են, որ թվեր են ուղղճացնում եւ այլն, անկեղծ այլ թվերին չեմ նայում, այլ հիմնականում շրջապատում, մանավանդ Վանաձորում, որ գնալով ավելի շատանում են դեպքերը ու այդ խոսակցությունները տանում են նա, որ կարող է քաղաքի ելքում մուտքը փակվել, այդ դա տանում են համոզմունքին, բայց ես պահպանում եմ այդ դիմակ գրելը խանութ մտնելուց, տրանսպորտում, նույնը թատրոնում, երբ որ մենք հիմա փոքր խմբերով փորձեր ենք անում ներկայացումների, Աստված առաջ չգիտենք ներկայացումները բացօթյակը խաղանք, երբ հանդիսատես հետ շփումը կլինի, նախագծեր ենք քննարկում, պատրաստվում ենք մի քանի նախագծերի, պահում ենք այդ սոցիալական հեռավորությունը, ջերմաչափումը պարտադիր մտանք թատրոն, Աստված Գորջան, որ ոչ մեկ ջերմություն չունենա, եւ թող շատ արագ վերականգնվի այս ամենը, մենք գիտենք, որ նաեւ դերասանների ու առհասարակ քաղաքացիների սոցիալական վիճակն էլ այս պահին բավական ծանր ու դրա համար միայն ու միայն մաղթենք այս պահին առողջ թող լինեն, շատ արագ հետևեն բոլոր կանոններին ու արագ վերադառնանք բնականon կյանքին։ Շնորհակալություն ձեզ միացման համար, ձեզ առողջություն, համբերություն եւ ոչ մի դեպքում հոգեբանորեն ոչ մի նեղվածություն ու դեպրեսիայի մեջ մի ընկեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ավտոբուսից էլ իջացրեք բոլոր առանց դիմակ մարդկանց։ Ես հաջողություն ձեր եթերին անխափան, առողջություն եւ ամենակարևորը հույս, հավատ եւ լավ տրամադրվենք առաջ Աստված։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Վանաձորից Գոր Փելեշյաններ մեզ հետ կապի Վանաձորից Գլենդել ուղիղ կապ։ Վանաձորից Գլենդել ուղիղ կապ ենք հաստատել։ Սիրելիներս դուք էլ իհարկե կարող եք կապ հաստատել մեզ հետ Հայաստանի որևէ անկյունից կամ